2025 թվականի բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվությունն ամփոփեց Նիկոլ Փաշինյանը։ Եզրափակիչ ելույթում վարչապետը նշեց, որ 2017-ի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտները ավելացել է 135%-ով։ Ըստ նրա, հեղափոխությանը հաջորդող 8 տարիների ընթացքում պետբյուջեի հարկային եկամուտները կրկնապատկվել են։ Սա իսկապես կարևորագույն ցուցանիշ է, նշեց վարչապետը, ընդգծելով, որ այն ունի մեծ բովանդակություն։ Պետք է արձանագրենք, որ 2025 թվականը այն տարին է, որտեղ մենք լիարժեք արձանագրեցինք, որ ունենք խաղաղություն, ունենք հաստատված խաղաղություն եւ ըստ էության ունենք հակամարտության ավարտ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ։ Պիտի արձանագրենք, որ 2026 թվականին այդ փաստը լեգիտիմություն ստացավ եւ վերաարձանագրվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդի կատարած ընտրությամբ եւ քվեարկությամբ, որովհետեւ 2026 թվականի ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձ կատարեց նաև կենսաթոշակների բարձրացման որոշմանը, որը տարբեր ընդդիմադիր շրջանակների կողմից շահարկման առիթ է հանդիսացել։ Ըստ նրա 2025 թվականի համար պետական բյուջեով էականորեն ավելի պակաս տնտեսական աճի ցուցանիշ էր արձանագրված 5.2%, սակայն 2026 թվականի փետրվարին, երբ Հայաստանի վիճակագրության կոմիտեն հրապարակեց տնտեսական աճի ցուցանիշները, պարզվեց, որ այն կանխատեսվածից մոտ 2%-ով ավելի է, եւ դրա արդյունքում նաև հնարավորություն ստեղծվեց բարձրացնելու կենսաթոշակները։ Սրանում դեր ունեցել են հենց այն քաղաքական իրադարձությունները, որոնց մասին քիչ առաջ խոսեցի։ Այսինքն 2025 թվականի մարտի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը հաջողությամբ եւ հետագայում նաեւ խաղաղության հաստատումը Վաշինգտոնում իրենք նոր տնտեսական խթան են բերել եւ այդ որոշումների եւ այդ փոփոխությունների արդյունքում է, որ մենք իրականում կանխատեսվածից ավելի մեծ տնտեսական աճ ենք ունեցել։ Գործադիրի ղեկավարը ազգային ժողովի ամբիոնից խոսեց նաև արտագաղթի եւ ներգաղթի հարաբերակցության մասին։ Ըստ նրա 2025 թվականի արդյունքներով Հայաստանում արտագաղթը դադարել է եւ սկսել է ներգաղթը։ Առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է Հայաստանի Հանրապետությունից մեկնած քաղաքացիների թվին, ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։ Պիտի արձանագրեմ, որ 2025 թվականը միանշանակ եւ աներկբա պատմական տարի է, որովհետեւ հենց թեկուզ են փաստերի արձանագրումով, որոնց մասին ես նշեցի, դրանք իհարկե 2025 թվականը հիշարժան են դարձնում Հայաստանի Հանրապետության պատմության համար, բայց շատ կարևոր է արձանագրել, որ ինքը ոչ թե առանձին վերցրած իրադարձություն է, այլ 2025 թվականին տեղի են ունեցել իրադարձություններ, կայացվել են որոշումներ, որոնք հետագայում կանխորոշելու են Հայաստանի Հանրապետության զարգացման հետագա ընթացքը։ Վարչապետը եզրափակիչ ելույթում խոսեց նաև TRIP բիզնես նախագծի դրա կարևորության մասին։ Ըստ վարչապետի TRIP-ի իրագործումը շրջադարձային նշանակություն է ունենալու ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Նիկոլ Փաշինյանը շեշտեց Հայաստանի Հանրապետության պատերազմի կամ հակամարտության փակուղուց խաղաղության խաչմերուկ դառնալու գործընթացը տեղի է ունենում շատ տեսանելի տեմպերով։